Ինձ ժողովուրդ ժամ նշանակեք, ես հարցազրույց նստեմ ձեզ այդ աշխարհի մասին խոսեմ, ասեմ, մենք Իրանին էլ օգնենք հենց այսօր, ես պարոն Աբազյանին 4 անգամ եմ հանդիպել, անվտանգության ղեկավարը ասել է պաշտոնապես վտանգավոր եմ համարում իմ ու քո համար, նույնիսկ երկրի ձեր գաղափարով մարդու հետ հրապարակավ խոսամ, ասել է մի մարդ, որ կարա իմ միտքը հասկանա, միտքը կատարել բարձր գիտակցություն, վերին մտածողության, մարդը առանցքն է, ու լավ ես ճարտարապետությունը գիտեք, աշխարհը ոնց է կարող։ Ես խիստ խոսքով եմ ներկայացել հրապարակավ, որպեսզի հասնի ձեզ, այսինքն նյարդային հանգույցներին եմ կպնում, երկրի քրյա օլիգարխիային բան, ասել եմ գիտակցությունը շատ սազր է։ Հասկացա ձեզ, բայց ցավոք հիմա այս տեմպում գոնե այս շրջանում չեմ կարող խոստանալ, որ ձեր ասած հարցազրույցը կկայանա։ Համեն դեպս ես ճիշտն ասած չեմ լսել, եթե ունեք հրապարակային ինչ-որ բան, կփորձեմ ժամանակ գտնել եւ տեսնել թե ինչ եք ասում։ Ուրեմն Եսայանին էլ հարցրեք, Յուրի Եսայանի տեղակալ ԱԾ։ Մի քանի օր առաջ ասում եմ վերպետական ֆիլմը, հայ ֆիլմը, պիտի բարձրանա էկրան, մենք ստեղից կենթանի ալգորիթմով աշխարհին խոսք ենք տալիս։ Մնացածը Այսօր Արթուրինի ազգանունով մի հատ տղայի հետ ենք խոսել, այնպես լավ խոսակցություն ենք ունեցել։ Ինքը մի քիչ ուրիշ բաներ ասում, իր ասած ինձ ավելի ադուր գալիս ճիշտն ասած, քան թե ձեր ասածը։ Լավ։ Կներեք ամենայն հարցը, բայց երկրի անվտանգության համակարգը տեղյակ է, այս ձեր հանդիպումն էլ պատական չէ։ Անվտանգության համակարգը ինչ է ծառայություն, այն գաղափարը, որ ներկայացնում եմ ու շատ կհարցնեմ ես։ Պարոն Աբազյանը 4 անգամ հանդիպել է։ Դες պատական բան լինում է։ Կհարցնեմ ես տեղյակ եմ, թե ինչ տեղյակ չեմ πάει, բայց կհարցնեմ։ Ես ասել եմ, որ ես եմ ձեզ ճանապարհելու երկիրն է վերպետականը դառնում, այսքան բան ասել։ Բայց լավ ձևով, գիտակցական։ Ոչ հեղափոխության, ոչ ընտրության։ Մարդը առանցքն է երկրի, գնացի հաջողություն, լավ եղեք։ Ես պարոն Աբազյանին եմ ասած հաջող արել։